Օգոստոսի 8-ի համաձայնությունների իրականացման հարցում շտապողականության ամենամեծ շահը ունի Հայաստանի Հանրապետությունը։ Ինչու՞, որովհետև տրիպը, որը պետք է կառուցվի, առաջին հերթին եւ նախ եւ առաջ մյուս գործողություններից առաջ ենթադրում է երկաթուղու կառուցում։ Երկաթուղին պետք է Ադրբեջանից անցնի Մեղրիով եւ հասնի Նախիջևան։ Նախիջևանից հետո շարունակության մեկ ճանապարհ այսօր գոյություն ունի, այդ մեկ ճանապարհը անցնում է Երասխով դեպի Գյումրի, հետո Կարս, հետո Թուրքիա կամ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, այսինքն Նախիջևանից հետո Երասխ, սա է այս պահին գոյություն ունեցողը։ Բայց մենք գիտենք, որ Թուրքիան արդեն հայտարարել է, գումարներ է ներգրավել, հիմնարկերք է արել, որ կառուցում է Կարս-Նախիջևան երկաթուղի։ Եթե այդ երկաթուղին կառուցվի եւ եթե տրիպից հետո Նախիջևանից հետո բեռները եւ մարդիկ երթևեկեն դեպի Կարս միանգամից շրջանցելով Հայաստանի Հանրապետությունը, ապա Հայաստանը այստեղ կկորցնի շատ բան եւ այսպես մի փոքր պատկերավոր ասած կստացվի, որ մենք ունենք բաց սահմաններ, բայց միևնույն է հայտնվել ենք նորից բլոկադայի պայմաններում, հարաբերական բլոկադայի իհարկե։ Բայց դրա կառուցումը բավական երկար ժամանակ է տևելու, իմ գնահատմամբ 7-8-10 տարուց ոչ քիչ, թեև 5 տարի են հայտարարում, բայց դա շատ քիչ հավանական եմ համարում։ Ալիև ասում է թրիպը կաշխատի 28 թվականի վերջ։ Տեսեք 28 թվականի վերջ ընդամենը 3 տարի է, իսկ Կարս-Նախիջևանը հնարավոր է կառուցել իմ գնահատմամբ 32-33 թվականից ոչ շուտ, այն էլ եթե շատ արագ Թուրքիան գործողություններ իրականացնի, կարծես թե Թուրքիան այնքան էլ չի շտապում։ Թուրքիան հակված է Գյումրի-Կարսը վերանալ։ Այո, ես նրան էի գալիս, մյուս կողմից հակված է Գյումրի-Կարսը աշխատեցնել եւ այստեղ եւս Հայաստանը շահեր ունի, որոնք համընկնում են Թուրքիայի այս հակվածության հետ, անհրաժեշտ է շատ արագ իրականացնել այդ գործողությունները, գործընթացները եւ բացել այդ ճանապարհները։